Բարև ձեզ սիրելի մեր YouTube-յան հետևորդներ, այսօր անջատեք խոսափողը պոդկասթի մեր տարեվերջյան թողարկումն է, այսօր պետք է ամփոփենք տարին, սակայն մինչ թողարկումը սկսելը ցանկանում եմ հիշեցնել, որ օրեր առաջ մեր Մանեի ծննդյան օրն էր, շնորհավորում եմ քեզ Մանե, Մանեն գուցե գիտեք, գուցե չգիտեք, Բրյուսովում հայտնի է որպես ամենաընդդիմադիր ուսանող եւ այնպիսի մարդ, որ իր կողքն է հավաքում ուսանողներին եւ Բրյուսովի շրջանակում եւ Բրյուսովի շրջանակից դուրս ինչքան պայքար լինում է, որ ինչ որ աղերս ունի հայրենասիրության հետ, այդտեղ Մանեն ուղիղ ազդեցություն ունի եւ Մանեն իր կողքն է կարողանում հավաքել հայրենասեր մարդկանց ու իր պայքարը առաջ տանել։ Մաղթում եմ, որ քո պայքարը պսակվի հաջողությամբ եւ արդեն 2026 թվականը ամփոփելիս մենք լինենք առավել լավ երկրում։ Շատ շնորհակալ եմ, հատկապես վերջին բարեմաղթանքի համար ու հաղորդումը սկսելուց արի ամփոփենք 25 թվականի մեր, այսպես ասած նպատակները, մեր չէ, կառավարության նպատակները, որոնք դրված էին կառավարության առջև, ինչը ձախողեցին իրանք, ինչպես միշտ, ու այդ բոլորի համար կարծում գաղտնիք չի, մանավանդ որ 2026-ը, գալիք 2026-ը ընտրական տարի է լինելու եւ հուլիսի 7-ին բոլորիս համար ճակատագրական օր է լինելու կարծում եմ։ Արի խոսենք Հուսանք չի հասնի ամեն ինչ մինչև հուլիսի 7 եւ կհանգուցալուծվի մինչև հուլիսի 7, հա։ Հենց արի հենց սկսենք որ 2025 թվականին պատիվ ունեմ խմբակցություն նախաձեռնեց իմպիչմենտի գործընթացը եւ կարելի է ասել որ արձանագրվեցին հաջողություններ։ Հայաստան խմբակցությունը միացավ Հայաստան խմբակցությունը բավականին ուշ, սակայն միացավ, ի վերջո միացավ, այո։ Եվ հուսանք, որ 2026 թվականի տարվա առաջի կեսին մենք կունենանք հաջողություններ, որոնք չեն թողնի, որ ամեն ինչ գնա դեպի հուլիսի 7 եւ այդ օրը մենք ոչ թե գնանք դեմ քվեարկենք Նիկոլին եւ ընտրենք այն ուժին, որը մենք ենք ցանկանում, այլ ուղղակի լինենք արդեն առանց Նիկոլ Հայաստանում, բայց միջև այդ ամենին հասնել, արի խոսենք հենց որ 2025 թվականը համարվում էր հռչակել էին իրենք կրթության տարի։ Ինչ ունենք մենք այդ 2025-ից հետո։ Մենք ունենք իրավիճակ, որ նայ ամեն տարի բյուջեն երբ որ հաստատվում է, ցանկացած ոլորտի համար հստակ ծրագրեր են սահմանվում եւ այդ ծրագրերի համար բյուջեից հստակ գումարներ են դուրս գրվում եւ այդ ծրագրերի իրականացման համար այդ ծրագրերը ամբողջությամբ չեն իրականացվում արդեն բավականին երկար ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն անկախ նրանից թե այդ ծրագրերը որքանով են արդյունավետ եւ որքանով արդյունավետ չեն, ծրագրերը բերում են, ծրագրերը հաստատվում են, սակայն այդ ծրագրերի իրականացումը 100%-ով չի արվում ու այստեղ նաև շատ ցավալի է նշել, որ այդ ծրագրերի կիսատ կատարումը կամ ոչ պատշաճ կերպով իրականացումը, օրինակ այնպիսի ոլորտներին է նաև առնչվում, ինչպիսին են օրինակ պաշտպանության ոլորտը, առողջապահության ոլորտը, տնտեսության ոլորտը եւ մնացած համարյա բոլոր ոլորտներում մենք ունենք թերակատարումներ ու դա շատ մեծ բացասական հետևանքների կարող է հանգեցնել, որովհետեւ երբ որ հաստատված ծրագիրը չես իրականացնում, պարզ է, որ շահառուները տուժում են, իսկ շահառուները տվյալ դեպքում մեր քաղաքացիներն են, հասարակությունն է։ Բացի այդ, իրանք սկսեցին կրթություն հրաձևի արշավը, չգիտեմ, ես վերջին ամիսներին ընդհանրապես չեմ հետաքրքրվում, չգիտեմ շարունակվում այս պահին այդ թե չէ, բայց մենք իմացանք, որ կառավարությունից դուրս է գալիս գումարներ եւ ուղղվում է դեպի այդ իրանց նոր արշավին։ Ինչ տվեց կրթությունը նորաձև է արշավը ուղղակի բացահայտեց մարդկանց դեմքեր, ու մենք գիտեինք, որ թաքնված նիկոլականներ էին, հիմա բերեցին, պարզ ցույց տվեց իրենց վիդեոների մեջ։ Օրինակ, այնտեղ ես շատ եմ ասում, որովհետեւ իրոք իմ համար շատ հետաքրքիր է այն առաջի շարքում նստած մարդիկ, ովքեր ամեն կրթությունը նորաձև է իրենց հանդիպմանը գնում նստում էին դիմացի շարքում ուղիղ իրանց հենց դեմ դիմաց, իրանք ունեին այդ կրթության կարիքը, ինչը պետք է օրինակ Աննա Հակոբյանը իր անգիր արած ելույթներով պետք է տարի իրանց, նույն Արթուր Հովհաննիսյանը, բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, բազմաթիվ լրագրողներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, օրինակ իմ համար այդ ամեն ինչը շատ տհաճ ու գրեհիկ է նայվում, շատ տհաճ։ Իմ համար նաև մի կողմից այլ պատկեր է ի հայտ գալիս, այն պատկերը, որ բազում
մարդիկ, ովքեր որ ցանկանում են ուղղակիորեն առնչություն ունենալ իշխանության հետ։ Այսինքն այնպես չէ, որ իրենք համարում են իշխանությունը նորաձև է, արշավը, ինչ որ պետքական բան կամ ինչ որ մի բան, որը որ հասարակությանը ինչ որ բան է սովորացնում, այլ ուղղակիորեն ցանկանում են երևալ այդ արշավի շրջանակում, այդտեղ, չգիտեմ, բանախոսությամբ հանդես գալ, որպեսզի ցույց տան, որ իրենք վարչապետի հետ են կամ վարչապետի հետ որևիցե կապ ունեն։ Օրինակ, այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում կամ մեկ շաբաթից մի քիչ ավել ժամանակահատվածում շատ մեծ արձագանք գտավ Red Store խանութ սրահը ու այն ամեն ինչը, ինչը որ կապված է Red Store-ի հետ, որովհետև Red Store-ի սեփականատերը համարվում էր, հանդիսանում էր կրթությունը նորաձև է արշավի բանախոսներից մեկը, եւ օրերս վարչապետը ուղղակի կառավարության նիստի ընթացքում ժողովրդավար երկրում ասաց, որ փակեք այդ խանութը, ու այդ խանութը փակվեց։ Այո, այստեղ ովքեր որ չգիտեն, խնդիրը կայացել է նրանում, որ ինչ որ մի անձ մտել է Red Store խանութ եւ խանութում այդ անձին տեղեկացրել են, որ եթե կանխիկ կատարեք գնումը կարժենա այս գինը, իսկ եթե անկանխիկ կատարեք գնումը, անկանխիկ գնման ժամանակ գինը փոքրինչ կավելանա։ Բայց այստեղ մի հատ բան էլ ասեմ, եթե օրինակ քարտով վճարում ես անում, շատ օրինակ հենց նույն ուսման վարձը վճարելիս քարտով, այնտեղ կա տոկոսներ, այդ տոկոսները քիչ չի, օրինակ 225,000 դրամի համար մոտ մի 4-5,000 տոկոս է պահում ինքը։ Ինձ թվում է կարող է խանութի աշխատողը հենց դա է նկատի ունեցել, ուղղակի նորմալ չի կարեցել բացատրի։ Այստեղ այդքան այտենց վատ չի այդ իրողությունը ինչ որ տեղի ունեցել, այլ այն, որ Փաշինյանի մի խոսքով ընդհանրապես փակվում է մի խանութների ցանց։ Այո, երկրի վարչապետը որոշում է, որ խանութը բացվի, որ խանութը փակվի ու առանց որևիցե տենց հստակ օրինական կարգավորումների, օրենքի շրջանակում առանց ինչ որ տենց, այսինքն վարչապետը ըստ սահմանադրության, ըստ իր լիազորությունների չի կարող ասել այս խանութը պիտի փակվի ու այդ խանութը փակվի։ Դա գործում է բոլոր ժողովրդավար երկրներում եւ եթե Հայաստանը դասում են որպես ժողովրդավարության բաստիոն, իդեպ դասում է Հայաստան ժողովրդավարության բաստիոն հենց իշխող խմբակը, մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչը հեչել այդպես չէ, բայց այստեղ կա եւս մեկ հանգամանք, որը որ միգուցե եւ պլանավորված է եղել, դա սև արշավն է, որը որ սև մարքեթինգային քայլն է, որը որ իրենից էլի մարքեթինգային քայլ է ենթադրում, այսինքն հիմա մենք ասենք Red Store-ը ինչը մեղ կա, ինչ տերը ինչ մեղ կա, խանութը փակեցին, հետո վերաբացեցին, գնանք Red Store-ից առևտուր անենք ու Red Store-ի առևտրաշրջանառությունը բարձրանա։ Բացի այդ, եթե հիմա դու ուշադիր լինես, եթե Փաշինյանը խոսում է ինչ որ չբացահայտված քրեական գործերից, ինչ որ չգիտեմ, իրավական խախտումներից, հաջորդ օրը կամ 2 օր հետո ամենաուշը քննչականը կամ այլ մարմինները, որոնք զբաղվում են տվյալ խնդրով, գործին ընթացք են սկսում տալ։ Օրինակ կարող է լինի, չգիտեմ, մոտ 8 տարվա քրեական վարույթ, որ նախաձեռնվել է ընթացքի մեջ, հա, բայց չգիտեմ, ինչ հանգամանքներով չի քննվում կամ գործին որևիցե ընթացք չի տրվում, 8 տարի հետո Փաշինյանի մի հատ, ասենք, չգիտեմ, ստորակետից հետո կարող է որոշվի, որ այդ գործը պետքա գնա արդեն, չգիտեմ, հասնի դատարան։ Այո, 8 տարվա դադարից հետո։ Ինձ այս քո այդ սև PR, որ ասեցիր, այդ մի բան հիշեցրեց վերջին ժամանակներում տեղի ունեցած, Աննա Հակոբյանը ստատուս գրեց, որ ինքը ոչ մի կապ չունի 8 սուպերմարկետների հետ ու Նարեկ Նալբանդյանի հետ փայատեր չի, այսպես ասած։ Եթե ինքը այնտեղ տակը բազմաթիվ կոմենտներ էին, չէ, գրել, որ վայ, մեզ ասել էին, որ այս վարչապետի տիկնոջն է, այս չգիտեմ ինչ, գնացել մարդկանց վախեցրել են, ասել են փակեք ձեր խանութը, թե չգիտեք, այս ում խանութն է։ Եթե դուք այդ դեպքերը գիտեք, տենց ստատուսներ եք գրում, հանրային մասշտաբով, տենց մեծ մասշտաբով ստատուսներ եք գրում, բա ինչի ոչ մեկը արձագանք չի տալիս։ Կամ ում պիտի ձեր տա ասեն Աննա Հակոբյանի սուպերմարկետն է, այն պարագայում, երբ որ այդ սուպերմարկետը Աննա Հակոբյանի հետ աղաս չունենա։ Այդ հաղորդումը հանցագործության մասին, որ իր անունից ինչ որ մեկը գնացել ներկայացել է X օրինակ սեփականատիրոջ անհատներեցի, ասել է փակի թե չէ, չգիտեմ, վարչապետի տիկինը հեսա կգա, գիտես քեզ ինչ կանի։ Բա ինչի ընթացք չեք տվել։ Ինչպես նաև հիշում ես, օրեր առաջ մի անձ գնացել էր Պետրոսի մոտ հաղորդման եւ սրբազաններից մեկին թե կաթողիկոսին ճիպոտահարելու մտքեր էր արտահայտել։ Ինձ էս վերջում Պետրոսի հյուրերը շատ։ Ու երբ որ հանրային արձագանք ստացավ տվյալ երևույթը, որը որ
նորմալ չէ, քանի որ տեխնիկայինի տնօրենն էր այդ անձը, եթե չեմ սխալվում, ու նման կոչերից հետո, երբ որ հանրային արձագանքը եղավ եւ մարդիկ եղան, ովքեր որ հայտնեցին, որ դա հաղորդում տվեցին հանցագործության մասին, բռնի կոչերի մասին եւ այլն, այդ անձը հետագայում հերքեց իր ասածը, ասելով, որ դա կատակ էր, չնայած դա ըստ իս կատակ չէր։ Ուղղակի այստեղ միացած հանգամանք էլ կա, որ տարիքով մեծ մարդը, ով որ հանդիսանում է տեխնիկայինի տնօրեն եւ երեխաների հետ ուղիղ առնչություն ունի, խոսում է ճիպոտահարման մասին, ճիպոտահարելու կոչեր է անում, այսինքն ինքը ունի որոշակի, չգիտեմ, ֆանտազիաներ եւ այլն, ինչը որ իր տարիքում եւ այն պաշտոնը, որը որ ինքը զբաղեցնում է, ինձ թվում է համատեղելի չեն այդ ամեն ինչի հետ, ու ինձ թվում է որոշակի համապատասխան վերաբերմունք պիտի լինի այդ անձի նկատմամբ։ Եթե օրինակ օպերայի տնօրենի եղբայրը գնում կանգնում է գերեզմանոցի վրա սրբատեղի վրա, ինչ հետո ասում է կամ բարձրացել էր օդափոխվեր, մաքուր օդ շնչեր, ինչ ասենք մենք այդ մարդկանց էլի, օպերայի հետ օպերայի խնդիրները որ նայում ենք, օպերայի շենքի հետ կապված խնդիրները որ նայում ենք, 2025-ին իբր տրվեցին լուծումներ վերանորոգվեց, բայց մարդիկ սառցակալում են օպերայի դահլիճում հիմա։ Այո, որովհետև ոչ նորմալ ջեռուցում կա, ոչ նորմալ օդափոխիչ համակարգ կա, ոչ մի բան չկա, բայց այդքան ֆինանսներ տրամադրվեցին օպերայի շենքին, որ պետք է ամեն ինչ այդպես իդեալական մակարդակի հասցվեր։ Ու ցավոք սրտի օպերայում բեմադրվող օպերաները եւ բալետները տարին տարվա վրա նույն բաներն է, այսինքն չի փոխվում խաղացանկը։ Բացի չի փոխվում, հանդիսատեսն էլ է նույնը մնում, որովհետև այդ իրանց գներն ու նորմալ է, հա, ես խնդիր չունեմ, եթե տալու են մեզ նորմալ բան, վճարենք այդ գինը գնանք նայենք, խնդիր չկա իմ համար նորմալ է, բայց եթե մենք միշտ պետքա գնանք նույնը նայենք, պետքա գնանք այնտեղ շոկից խեղդվենք ամառը, ձմեռը ցրտից մրսենք, չգիտեմ, ես պատրաստ չեմ այդ ամեն ինչը տամ, գնամ իրանց ամեն տարվա նույն այդ խաղացանկը։ Հա, բայց քանի տարի իրար վրա դու կարող ես նայել Գայանե բալետը եւ նորմալ չի, հա, դրսի ժողովրդի համար են երևի, օրինակ ռուսները որ եկան Հայաստան, իրենց համար շատ հետաքրքիր էր, բայց անցան արդեն տարիներ այդ մարդիկ են արդեն հոգնել, չեն ուզում էլ նույնը նայել։ Ընդհանրապես այդ նորմալ չի։ Այո։ Այս վիճակը համատարած ցանկացած թատրոնում, մենակ օպերային չի վերաբերվում։ Մեր թատրոններում էլ նույն ներկայացումներն են, նույն, որովհետև գումարներ չի տրամադրվում, հա, օրինակ անցած տարի Գաբրիել Սիսակյան Չէ, Գաբրիելը ասել էր, որ եթե այնպես ստացի, որ թատրոնն ունենա հավելյալ բյուջե, այսինքն գոյանա հավելյալ բյուջե, եկեք տանք տնօրենին, թատրոնի տնօրենին, եթե ինքը հարմար կգտնի, թող դերասաններին, տա մնացած աշխատակազմին, իսկ հնարավոր չէ։ Եթե չէ, դե տանի իրատուն երեխեքին բայ։ Իր գրպանը գնա, չգիտեմ, նոր տարվա ծախսերը իրանի։ Պրոբլեմ չի էլի մեր համար ընդհանրապես, բայց մենք նայում ենք օրինակ տարիներով նույն ներկայացումն է։ Ու նույն դերասանները ու ցավոք սրտի տարին տարվա վրա դերասանների քանակը էլ ավելի է կրճատվում, որովհետև թատրոններում չեն տալիս են գումարը, որը որ օրինակ այդ թատրոնի դերասանը կստանար, եթե խաղար սերիալում, ու ինքը ընտրում է խաղալ սերիալում, շատ վատ է լինում։ Համ սերիալի վիճակը, համ թատրոնի վիճակը։ Արի խոսենք վերջին մեկ ամսում ամենաղմուկա հարույց դեպքերից։ Սևանակի արձանի մասին խոսենք։ Ինչ կարծիք ունես, քեզ դուր եկավ, թե դուր չեկավ։ Ոչ ոք ինչ առանց վիրավորելու, առանց։ Չէ, վիրավորելու բան չկա, ինչպես ասում են մշակույթի ներկայացուցիչները ինչ որ մի բան վատ անելուց հետո ես այդպես եմ տեսնում։ Հիմա այդ մարդը տենց է տեսա այդ արձանը, բայց այդ արձանը տեղ հայտնվելուց առաջ լիքը տարբեր մարդիկ են, չէ՞, տեսել ովքեր որ պատասխանատու են այդ արձանի համար ու այդ գործունեության համար։ Այդտեղ սա տենց հետո գային, ասեն չէ, լավը չի։ Հաստատ այնտեղ հաստատման փուլ է անցել, մի քանի պետական մարմինների հետ քննարկվել է, ինչ որ չգիտեմ, խոսակցություններ եղել, հաստատ։ Այստեղ նաև շատ կարևոր է նշել այն հանգամանքը, որ այդ արձանը տեղադրվել էր զանգակատան դպրոցներից մեկի բակում ու ըստ որոշ տեղեկությունների այդ սահմանագծման սահմանազատման աշխատանքի արդյունքում զանգակատունը հանդիսանալու է միգուցե եւ այն գյուղերից մեկը, որը որ հանձնվելու է, որովհետեւ այդ
գյուղերից որոշները պատրաստվում էին հանձնել ու զանգակատունը միգուցե եւ բացառություն չլինի ու այստեղ ես զարմանում եմ նրա վրա որ մարդկանց ուշադրությունը ոչ այնքան այդ տարածքների հանձնմանն է սևեռվում որքան Սևակի արձանին եւ Սևակը ինքը կարող է ուղղակի իշխանության կողմից էլ ինչ որ սադրանքեր որ եկեք թեման փոխենք այս կողմ Ընդեղ ուշադրություն ընդեղ մի նայեք, ընդեղ նայելու բան, հիմա ստեղ նայեք։ Ու ինձ ամենաշատը գիտես ինչը ծիծաղեցրեց, որ հեղինակը քանդակագործն ասում է սիրուն ռակուրսից չեն նկարել։ Այ էդ էր, հիմա օրինակ կարող եմ մեր սիրուն ռակուրսից չնկարեն, բայց արձանին ինչ։ Նաև արի փաստենք այն հանգամանքը, որ այդ արձանը դրված էր դպրոցի բակում ու այդ արձանը տեսնում էին դպրոցի երեխաները, աշակերտները ընդհանուր դուր էր եկել։ Ու հետո հեղինակը Բայց հետո վախեցած էին նաև այդ արձանին։ Աշակերտն ընկեր չկա, ինչ ասեցին այդ մարդկանց։ Նորմալ է, իրանց համար եթե ստիրում է, իրանց դպրոցն է։ Պրինցիպի։ Հա, բայց գյուղապետը կարծեմ, եթե գյուղապետներ հայտարարություններ տարածել, որ մենք մեր գյուղի մարդկանց կհարցնենք եւ եթե գյուղի մարդկանց գալի հատվածը չհավանի արձանը, ապա այդ արձանը կապամոնտաժենք։ Հա, բայց հետո ընթացքին չհետևեցի, չտեսա ինչ իմանալով ապամոնտաժել են արձանը։ Այո։ Ափսոս։ Բայց այդուհանդերձ պետք է ուսանողների, աշակերտների, երիտասարդների, երեխաների շրջանում ու առհասարակ հասարակության շրջանում մեծացնեն հետաքրքրությունը դեպի արվեստը, մշակույթը, մեր գրողները, ստեղծագործությունները, որովհետև Սևակի ստեղծագործությունները կարդալիս մարդը ավելի հայրենասեր կարող է դառնալ։ Նոր բառում կբացվի իր հոգում։ Այո։ Արի խոսանք քաղաքի զարդարանքներից, ինչը վերջին մի քանի շաբաթը ինձ հանգիստ չի տալիս, օրինակ Լենինգրադյան փողոցի ծուռ կախված յոլկաները, հա, Արշակունյաց փողոցի, չգիտեմ ինչ տեսք ստացած աստղիկները, որ մի ոտ այսքան աստղիկները, չգիտեմ ինչ չափերի է, ու ես շատ չեմ կարող վերև նայել, որովհետև ուղղակի ներվային համակարգը արդեն չի դիմանում դրան։ Մենք ինչքան բյուջե հատկացրեցինք, չեմ շատ տենց ահռելի քիլեր չէ, էլի պատերը ծագեցինք, մեծ հսկա, չգիտեմ, միջոցառում կազմակերպեցինք, դրոններով շոու արվեց, ոնց որ համերգել էր կազմակերպված, առանձնապես չեմ հետևել։ Բայց ինչ տոնածառի խաղալիքները 4 օր, բացումից 4 օր հետո կախեցին։ Քանի որ մեր գրասենյակը, կուսակցության գրասենյակը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցի վրա, մենք բավականին հաճախ ենք տեսնում տոնածառը անկախ մեր ցանկությունից, ու շատ հետաքրքիր իրողության ականատես եղանք, որ սկզբնական հատվածում տոնածառի խաղալիքները կար։ Ես չեմ նկատել, ես հետո տոնածառի խաղալիքները անհետացան, հետո էլի տոնածառի խաղալիքները հայտնվեցին։ Ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված, ինչ արեցին, ուր գնացին խաղալիքները, ուր եկան։ Երկրորդ անգամ հայտնվելու հետ կապված մի հատ sense բան հանդիպեցի TikTok-ում։ TikToker-ներից մեկը խաղալիք էր կախում։ Հա, ու այդ աղջկան ես գիտեմ որպես քաղաքացիական պայմանագրի երիտթևի անդամ, ով մի անգամ մոտեցել է ինձ բուկլետ տալու։ 2023 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Ես տեղ հետ ուսում տոնածառի խաղալիքները։ Դե հիմա կարող մեկը ասել է տոնածառի խաղալիքը կախեք, ինքն է կախել է, չէ՞ որ ասեք անենք ձևաչափով էին իրենք աշխատում, բայց շատ հետաքրքիր էր իմ համար։ Իմ համար էլ է, ես կցանկանայի ինչ-որ պարզաբանում ստանալ, որովհետև իրոք մեր խաղալիքները։ Այո, բացի այդ դրոններով շոուի ժամանակ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, որը որ էլի ամբողջ TikTok-ով եւ համացանցով տարածվեց։ Դա ինչ-որ անհասկանալի պատկերներն էր։ Ես չեմ կարող ասել մեկնաբանել։ Խոսենք հենց TikTok-յան հարթակում վերջի շրջանում, հա, ակտիվություն ցուցաբերող մեր նախարարներից մեկի մասին։ Մեր մոտ վերջին շրջանում ինչ-որ պետական, քաղաքական գործիչների բարձրաստիճան պաշտոնյաների մոտ տենդենս է նկատվում, որ իրանք ցանկանում են TikTok-ում անպայման ինչ-որ գործունեություն ծավալել։ Ես
Դրան շատ լավ է դաժը։ Նայ, միա սենց բան ասեմ, Ամերիկայի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ընտրվելուց անմիջապես հետո հանրային կերպով շնորհակալություն հայտնեց TikTok-ին, ասելով, որ եթե չլիներ TikTok-յան հարթակը, ես չի ընտրվի նախագահ։ TikTok-ի ազդեցությունը այդքան մեծահասարակության վրա ու TikTok-ը իրոք մեծականակ մասաներին հասնելու հիմնական ճանապարհներից ու հիմնական ձևերից մեկն է։ Այո, ու որքան ներկայումս մարդիկ ընդունեն թե չընդունեն, Facebook-ը եւ Instagram-ը քաղաքական դաշտում անցել են արդեն երկրորդական պլան, իրենց տեղը զիջելով TikTok-ին, ես նաեւ որպես SMM մասնակետ, որպես մարքետոլոգ եմ ասում այդ ամեն ինչը։ Ցանկացած ասպարեզում TikTok-ը ինձ թվում է հիմա համար առաջինն է։ Հետո Facebook-ն ու Instagram-ը ընդհանրապես քաղաքական գործունեության համար չի, բայց ինձ գիտես իր տեսանյութերից մեկի մեջ ինչը շատ սենց կանչեցելի Ավանեսյանի։ Հա։ Իրանք սկզբից հիշում ես, որ գալիս էին, ասում էին, չպետք է ոչ մեկի կաբինետում, աշխատասենյակում կախված լինի երկրի ղեկավարի նկարը։ Այո։ Մենք անձերի հետևից չենք գնում, մենք գաղափարների հետևից ենք գնում։ Օրինակ Ավանեսյանը ինչ որ sense Հետո հասկացան, որ այդ անձը գաղափար չունի, գնացին անձի հետ։ Ու այդ ժամանակ Փաշինյանի նկարն էր Ավանեսյանի հետնամասում, այսպես ասած, հետևի ֆոնին, խրոխտ կանգնած էր մեր հզոր վարչապետը։ Ավանեսյանն էլ խրոխտ վիդեոներ էր նկարում, բացի այդ ինչ որ այս վերջում տրենդներ էր, չէ՞ անում։ Հա, լիպսինգինգը այն է, որ երաժշտություն է, երգը, երբ որ երգը գնում է, TikTok-երը բերանը բացում փակում է երգի բառերին համահունչ, այո, ինչ որ Kanye West-ի խոսքերի ներքո էր ինչ որ վիդեոներ անում։ Ճիշտ է, ինչ որ ծրագիր էր, չէ՞, նախագծի հետ կապված կարծեմ։ Ու Kanye West-ը այս վերջերս հայտնի է նրանով, որ երրորդ ռեյխի որոշակի գործունեություն գովաբանող գործունեություն է սկսել ծավալել ու ինձ թվում է Kanye West-ը հենց այն մարդը չէր ում պետք էր որ Վերադառնալով Ավանեսյանին ու Նիկոլ Փաշինյանի նկարին, ես 2018 թվականին սովորում էի Պետական տնտեսագիտական համալսարանում ու այդ ժամանակ նաև տնտեսագիտական համալսարանի դասախոսներից ոմանք, որոնք որ այժմ բարձրաստիճան պաշտոնյա են, օրինակ հենց մեկը էկոնոմիկայի նախարարը, կոմենտներ էր գրում confession-ների տակ, մեր իրականությունն է, էկոնոմիկայի նախարարը, համալսարանական տարիներին, համալսարաններում տարածված է հետևյալ բանը, որ երբ որ դու ցանկանում ես ինչ-որ մեկի մասին անանուն ինչ-որ մի բան գրել, օրինակ դասախոսի մասին, ուսանողի մասին, չգիտեմ, ինչ-որ մեկին սիրահարվել ես, սեր ես ուզում խոստովանել, ինչ-որ դասախոս քո դուրը չի գալի ու դու ուզում ես քո դասախոսի մասին կարծիք հայտնել եւ այլն, այդ confession-ում գրում ես, ինքը անանուն է, ու ադմինները տեսնելով քո անանուն գրածները որպես confession post-ով հրապարակում էին Facebook-յան էջում։ Հիմա որոշակի այդ ամեն ինչը առավել քչացել է, Մեր մոտ շատ ակտիվ է։ Մեր մոտ քչացել է։ Ժողինը միջև հիմա ես հետևում եմ։ Հա, ինչի մասին էի խոսում։ 2018 թվականին, երբ որ որոշ ուսանողներ ժողում կար հատուկ սենյակ, որը որ նվիրված էր Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հերոսներին եւ որոշ հերոսների նկարներ պոկում էին, կտրում էին, գցում էին, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի նկարը, եթե չեմ սխալվում, հանել էին ռեկտորի կաբինետից եւ այլն, այդ ժամանակվա դեռ ոչ ռեկտորը եւ էկոնոմիկայի նախարարը confession-ներով, կոմենտներով քննարկում էին այդ հանգամանքը ու ասում էին թե ինչ լավ է եղել, որ ուսանողները նման գործունեություն են ծավալել, խոսքը հերոսի նկարը հանելու մասին է։ Ես քեզ մի հատ շատ սենց բան պատմեմ, համալսարանում ռեկտորներից մեկի հետ կոնֆլիկտ ունեի, ու ռեկտորի աղջիկը իմ ու նախագահի նկարը խառնում ուղարկում է ինձ, ես հարցական եմ դնում, ինքը ինձ բլոկ է անում։ Եթե տենց խորադակ։ Ու
ես միջի հիմա ունեմ ճիշտ ասած, պահած այդ screenshot-ը, որ աղջիկը երևի ուրիշին ա ուզեցել ուղարկի, բայց այնտեղ Instagram-ը կոճակ ունի, չէ, որ ուղարկում է հենց նկարի հեղինակին, երևի մի աղմիտ ինձ ա ուղարկել։ Հոսքային աղջկա մասին ա, որ հիմա հայտնի TikToker-ը։ Չէ, մյուսը։ Լավ։ Իդեպ, եթե մենք խոսում ենք ժողովրդավար երկրի մասին, Հայաստանի Հանրապետությունում կան գործատուներ։ Ես աշխատում եմ որպես SMM մասնագետ ու կան գործատուներ, ում հետ մեր համագործակցությունը ավարտվում է այն պահին, երբ որ իրանք տեսնում են, որ ես ունեմ նախագահի լուսանկար։ Ցավալի է։ Նախագահ, հա, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է խոսքը, ոչ թե ներկայիս նախագահի։ Ու նույնիսկ զավեշտալի դեպք է տեղի ունեցել, որ ինձ աշխատանքից հանել է մի մարդ, ով որ նախագահի համաներման շնորհիվ էր դուրս եկել բանտից։ Բայց ինչևէ չխորանանք, պետք չի։ Այդուհանդերձ շարունակելով թեման, հիմա մենք տեսնում ենք, որ գործադիր մարմնի ներկայացուցիչների կաբինետներում, պատգամավորների կաբինետներում Նիկոլ Փաշինյանի նկարը կախված է։ Այ իմ համար լրիվ նորմալ է, որ կարա քո աշխատասենյակում լինի քո ղեկավարի նկարը։ Ես դրա հետ իմ խնդիրը այն է, որ իրանք ասում են մի բան, եւ անում են այլ հետևից են գնալու բան։ Ու ոնց որ հետո անում են հակառակը, դու տենես ստավ չասեիր էլի։ Հա։ Ինչ իմաստ ուներ։ Կամ ով էր այսքան ժամանակ ով էր հետաքրքրվում, թե ինչի համար է այս մարդու նկարը կախած ընդ է կամ ինչի համար կախած չի։ Չգիտեմ, լոգիկայից դուրս են, պետք չի խորանալ։ Այս ամեն ինչի մասին խոսեցինք սենց, հա, կատակի տալով, զավեշտի վերածելով, բայց 25 թվականին մենք ունեցել ենք այնպիսի հարվածներ, այնպիսի ցավեր, որոնց մասին կատակով ու ծիծաղի տալով խոսալ անհնար է։ Ունեցել ենք բազում քաղաքալատյալներ, ունեցել ենք քաղբանտարկյալներ, ներկայումս եւս ունենք։ Օրինակ երեք ազատեցին Գարիկ Գալեյանին։ Ես երեք մի պահ կարդալ նենց ուրախացա ու հետո ասում եմ ինչի վրա ես էլի ուրախանում։ Իբր տենց նորմալ էր, որ իրան բռնել էին, մի հատ էլ բաց են թողել։ Ես դրանից ուրախացա ու իմ համար այդ շոկ էր հետո, որ ես մտածում եմ, այս քանդեցին բանակ կառավար, չկարացան ոչ մի ասպարեզում նորմալ կառավարեն երկիրը, ընդհանրապես տարան պատերազմի երկիրը։ Այդքան երիտասարդի կյանք խլեցին, ընդ որում որոնցից մեկը Մխիթար Գալեյանն էր, հենց Գարիկի որդին, ու այդ մարդուն հետո տանում են բանտարկում են ինչ-որ անհասկանալի մեղադրանքներով։ Հետո նոր տարվան ընդառաջ, հա, ինչ որ տես նախորդին ազատում են, իբր տեսեք մենք ինչքան պուպուշ ենք։ Իսկ պատկերացնում ես ինչ կլիներ, եթե նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների նման չէր լինի պրոստը։ Ուղղակի չէր լինի, բայց պատկերացնում ես, եթե իրոք օրինակ զոհված հերոսներից մեկի ծնողը Աստված չան ինչ-որ հանցագործություն աներ, ինչի համար որ դատապարտվեր։ Եթե հանցագործություն աներ, այստեղ հանցագործություն հա, չկա։ չէ, ուզում եմ ասեմ, դու հասկանում ես, ինչ վայնասուն դուրս կգար ու նույն բնապահպանները ժամանակ ոնց էին իրանց կոտորում, չէ՞, հիմա ոչ մեկ չի խոսում, ծպտունները չես լսի ընդհանրապես։ 2025 թվականի ընթացքում մենք ունեցանք քաղբանտարկյալների թվի ահռելի աճ, չունեցանք 2023 թվականի Արցախի հանձնումից հետո ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման արդյունքում ադրբեջանական բանտերում հայտնված մեր ռազմաքաղաքական առաջնորդներից որևիցե մեկի վերադարձ, ցավոք սրտի, ունեցանք կադրեր, որտեղ որ երևում էր, որ այդ մարդկանց խոշտանգում են, ունենք կադրեր ու տեսնում ենք, թե ինչպես են մեր ռազմաքաղաքական առաջնորդները, ովքեր որ հայտնվել են այդ բանտերում, ինչպես են իրենց տարիքից ավելի մեծ երևում, որը որ իրականում հենց ցուցիչ է, թե ինչ հոգեբանական վիճակում են իրանք գտնվում ու ինչպես են վարվում իրանց հետ։ Ունենք բանտարկյալի կարգավիճակում հայտնված սրբազաններ։ Այո։ Շատ վատ իրավիճակում ենք իրականում 2025 թվականի տարեվերջին, հուսով ենք 2026-ը կսկսի ավելի դրական նոտայով եւ կշարունակվի բնականաբար ավելի։ Հուսով ենք մեր ազգային արժանապատվությունը կվերականգնվի գոնե մեր ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձով։ Բանտարկյալի կարգավիճակում հայտնվել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
ով որ impeachment-ի շրջանակում միասնական ընդդիմության վարչապետի թեկնածուն էր։ Եթե մենք այդ մարդկանց անունները տանք, այսօրվա եթերը շատ երկար կտևի։ Այո, վերջերս Եվրամիության դեսպանատան առջև Հայաստանի Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպությունը ակցիա իրականացրեց, որի շրջանակում թքած ունենալու Նուրբ արվեստը գիրքը տրվեց դեսպանատանը։ Դա կոչ էր եւս մեկ անգամ ուշադրություն դարձնելու, որ թեև եվրոպական արժեքների կրող է նաև Հայաստանի Հանրապետությունը, խոսքը խոսքի մարդկային տեսանկյունից խոսքը խոսքի ազատության մասին է, ընտանիքի պահպանման մասին է ու տարբեր արժեքների մասին է, սակայն այդ արժեքները ներկայումս Հայաստանում ոտնատակ է տրվում ու Եվրամիությունը ու առհասարակ ատյանները, միջազգային ատյանները կարելի է ասել ոչ մի գործողություն չեն կատարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվի խոսքի ազատությունը, մարդկային արժանապատվությունը ու տարբեր այլ այդպիսի երևույթներ։ Ու այդ ակցիայից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչները եւ ուսանողական կազմակերպության եւ երիտասարդական կազմակերպության որոշակի ներկայացուցիչներ վիդեոհոլովակ ստեղծեցին եւ հրապարակվեց ուղերձ, որը որ եւս մեկ անգամ մեր հասարակությանը կոչ էր անում հիշելու մեր քաղբանտարկյալների մասին, Բաքվի բանտերում գտնվող մեր ռազմագերիների մասին, ու նաեւ հոլովակը ավարտվում էր նախագահի խոսքով, որը որ շատ ոգևորիչ էր նաեւ որոշակի տեսանկյունից, որովհետեւ նախագահան 8 տարի անց շնորհավորեց վիդեոհոլովակով շնորհավորեց Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ինչը որոշակի ռետրո զգացողություններ առաջացրեց։ Տանը միջև նախագահն է շնորհավորում Ամանորը։ Մեր տանն էլ։ Խոսում է կաթողիկոսը։ Այո։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվել։ Ուսովն շատ հայ ընտանիքներում նույն իրավիճակն է տիրում, ոնց որ մեր ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիներին եւ թող 2026-ը լինի հաղթական տարի բոլորիս համար։ Հուսանք 2026-ը կլինի առավել լավը, քան վերջին 8 տարին է եւ վերջապես մեր երկիրը կկարողանա շնչել ու ապրել այն կյանքով, որը որ արժանի է, որ մեր երկիրը ապրի։ Շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ հետ եք 2025 թվականին, շնորհակալություն ենք հայտնում, որ հետևում եք մեզ, կոմենտում եք, լայքում եք, շարունակեք հետևել մեզ, որպեսզի երբեք չանջատվի մեր խոսափողը, շնորհակալություն եւ արդեն 2026-ին կհանդիպենք 2026-ին, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։